Տեղեկատվական դաշտից մենք իմանում ենք տարբեր իրադարձությունների մասին, ստանում ենք տարբեր տեղեկատվություն եւ այդ ամենը մենք ընկալում ենք հատվածական եղանակով։ Հարցը հետեւյալն է. արդյոք այդ միմյանց հետ կապ չունեցող աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող գործընթացները ունեն որևէ ընդհանուր տրամաբանություն, եւ եթե ունեն այդ ընդհանուր տրամաբանությունը, մենք կարող ենք հասկանալ, թե այնուամենայնիվ այս աշխարհը ուր է գնում։ Հիմա մի քանի միմյանց հետ կապ չունեցող գործընթացներ արձանագրենք։ Մասնավորապես Հայաստանում գոյություն ունի կոնֆլիկտ եկեղեցու եւ իշխանության միջև։ Հայաստանի գործող կառավարությունը խոսում էր այն մասին ժամանակին, որ իրենք որևէ իզմեր չունեն, այսօր առաջ են տանում գաղափարախոսություն, այսինքն իզմ իրական Հայաստանի մասին։ Հռոմի Պապը մահացել է եւ աշխարհի ղեկավարները հավաքվել են Հռոմում Հռոմի Պապի հուղարկավորության համար։ Եվ այստեղ նույնպես առաջանում է հարց. եթե մենք երկկրոնական աշխարհում ենք գտնվում, որտեղ կրոնը մղված է մասնավոր դաշտ, ապա ինչու են աշխարհի հզորները հավաքվում Հռոմում Հռոմի Պապի հուղարկավորության կապակցությամբ։ Մյուս իրադարձությունը դա Թրամփի իշխանության գալն էր եւ Թրամփի գաղափարախոսությունը, որը շատերը արդեն կոչում են Թրամփիստ, եւ համեմատում են նույնիսկ կրոնական ֆունդամենտալիզմի հետ։ Այսինքն Թրամփը եկավ իշխանության կրոնական համայնքների աջակցությամբ, բողոքական հիմնականում նաեւ կաթոլիկ, եւ ըստ էության ինքը տանում է կրոնական քաղաքականություն եւ ասում է Միացյալ Նահանգները նորից քրիստոնեական պետություն պետք է դառնան։ Գոյություն ունի կոնֆլիկտ Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների միջև Թրամփի իշխանության գալուց հետո, եւ կոնֆլիկտը գաղափարախոսական է։ Վերջի իրադարձությունը նոր կոնֆլիկտ է սկսվել Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, եւ Հնդկաստանում գնում է քարոզչություն մուսուլմանների դեմ։ 300 միլիոնից ավելի մուսուլման բնակչություն կա Հնդկաստանում եւ արդեն կոչեր են հնչում, որ մուսուլմաններին պետք է հալածել կամ նույնիսկ վտարել Հնդկաստանից։ Մենք տեսնում ենք միջկրոնական բախում 21-րդ դարում։ Այս փաստերը մենք կարող ենք շարունակել եւ հիմնական հարցը այն է, արդյոք այս ամեն ինչի մեջ կա որոշակի ընդհանրություն։ Եթե կա որոշակի ընդհանրություն, ապա մենք կարող ենք փորձել հասկանալ, թե աշխարհը ուր է գնում եւ մեզ ինչ է սպասում։ 20-րդ դարի սկզբում խոշորագույն հանճարեղ մտածող Շպենգլերը, գերմանացի փիլիսոփա, կանխատեսում էր, որ աշխարհը գնում է կոնֆլիկտների կրոնական հիմքի վրա, այսինքն քաղաքակրթությունների միջև, եւ քաղաքակրթությունների հիմքը կրոնն է, որովհետեւ կրոնների միջոցով է տրվում արժեքային համակարգը եւ ինքը կանխատեսում էր, որ արևմտյան քաղաքակրթությունը գնում է դեպի արևմուտք։ Նմանատիպ մռայլ մտքեր ուներ նույնպես տաղանդավոր գիտնական Արնոլդ Թոյնբին եւ նաեւ 20-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի տաղանդավոր իսլամագետ Բեռնարդ Լուիսը։ Այսինքն նաեւ չմոռանանք Հանթինգտոնին, որը ասում էր, որ քաղաքակրթությունների բախում է սկսվում։ Հիմա արդյոք այս գործընթացները, որոնց մասին մենք խոսեցինք, արդյոք նման եզրակացության մեզ կարող են բերել, որովհետև այս բոլոր թվարկած գործընթացներում կրոնական խնդիր կա, այսինքն կարծես թե կրոնը նորից վերադառնում է քաղաքականություն եւ հարց է առաջանում ինչու է կրոնը նորից վերադառնում։ Նախ մենք փորձենք շատ կարճ հասկանալ, թե ընդհանրապես ինչ է կրոնը, որովհետև շատերը կրոնը շփոթում են հավատքի հետ։ Հավատքը դա առանձին մի երևույթ է եւ նաեւ յուրաքանչյուր մարդու անհատական տիրույթում է գտնվում, այսինքն յուրաքանչյուր մարդ կառուցում է իր եւ Աստծո հարաբերությունները։ Կրոնը դա ուսմունք է եւ կրոնը միջանձնային հարաբերություններ է առաջի հերթին լուծում։ Կարևոր չի դա իսլամն է, քրիստոնեությունն է, բուդդիզմն է, հինդուիզմն է, որովհետև ինչի մասին է կրոնը։ Կրոնը, մասնավորապես քրիստոնեությունը,
խոսում է միջանձնային հարաբերությունների մասին, սիրիր մերձավորիդ, մի խաբի, մի շնացի, մի սպանի, կինը եւ տղամարդը միասին ընտանիք են կազմում, ըստ քրիստոնեական ուսմունքի այդ ընտանիքը չի կարող ապահարցաններ լինել, որովհետեւ դա Աստծո առաջ է կնքվում, եւ կարող ենք շարունակել, այսինքն միջանձնային հարաբերությունների մասին է եւ միջանձնային հարաբերությունների վրա ձևավորվում է հասարակություն, այսինքն մարդիկ այս կանոններով կարող են միմյանց հետ հարաբերություններ ձևավորել եւ նաեւ հասարակություն է ձևավորվում։ Կրոնական ուսմունքի հիման վրա ձևավորվում է նաեւ իրավական դաշտը, իրավական հարաբերությունները եւ իշխանություն այդ սկզբունքների հիման վրա եւ նաեւ իշխանության լեգիտիմությունը 19-րդ դարում կրոնը դուրս մղվեց հանրային քաղաքականությունից, մտավ մասնավոր դաշտ եւ առաջացավ խնդիր։ Իսկ հիմա մենք ինչ սկզբունքներով պետք է ապրենք եւ առաջացան նոր սկզբունքներ, որի իմաստը այն էր, որ կան քաղաքացիներ, քաղաքացիները ունեն իրավունքներ, բնական իրավունքներ, դա ազատությունն է, արժանապատվությունն է, որոշելու իրենց իշխանությունը ընտրությունների միջոցով եւ բոլորը ունեն իրավունքներ եւ պարտականություններ, այսինքն դրա հիման վրա հանրային պայմանագրի գաղափարի վրա առաջացան նոր հարաբերություններ եւ կարելի ասել նոր քաղաքակրթություն, բայց խնդիրը հետեւյալն է, եթե մենք մարդիկ միմյանց միջև պայմանավորվում ենք, չկա ստատիկ վիճակ, այսինքն Աստված, որի կարծիքը հնարավոր չի ժխտել, այսինքն մեր պայմանավորվածությունները կարող են ժամանակի ընթացքում փոփոխվել։ Եվ այդ փոփոխությունները բերեցին նացիզմի, որտեղ մասնավորապես գերմանացիները եւ իտալացիները միմյանց հետ պայմանավորվում են, որ իրենք հատուկ ազգ են եւ ունեն առավելություններ մյուսների նկատմամբ։ Կոմունիզմի, որի իմաստը այն էր, որ կան շահագործողներ եւ շահագործվողներ, եւ շահագործվողները հանրային պայմանագիր են կնքում միմյանց հետ, որպեսզի չլինի այդ երևույթը եւ ամբողջ աշխարհում փորձում են տարածել այդ նոր հարաբերությունները։ Երրորդ ուղղությունն է մարդիկ միմյանց հետ պայմանավորվում են, որ կարևորը ազատություններն է, այսինքն մարդ անկախ իր սեռից, ազգությունից, կրոնից եւ այլն ինքը ազատ է եւ այդ ազատությունները կարող են լինել նույնիսկ անվերջ եւ երբ որ Սառը պատերազմի ավարտից հետո Ֆուկույամային գաղափարը, որ ահա մենք գտանք իդեալական եղան հարաբերությունները, դա լիբերալիզմն է եւ ամբողջ նպատակը լավ ապրելն է, բարգավաճ ապրելն է, ապա 21-րդ դարի սկզբին մենք տեսնում ենք, որ այդ հարաբերությունները նույնպես փլուզվում են, չեն աշխատում եւ այդ առումով Թրամփին մենք կարող ենք համարել պատմական դեմք, որովհետեւ Թրամփը, երբ որ եկավ իշխանության, ինքը հայտարարեց, որ սպառվել են այդ արժեքները, որ ավանդական արժեքներն են կարևորը, հիմնված ընտանիքի վրա, կին-տղամարդ հարաբերությունների վրա եւ հիմնվում էր կրոնական համայնքների վրա, այսինքն կրոնական արժեքները վերադառնում են կյանք, այսինքն լիբերալիզմը, կոմունիզմը, ֆաշիզմը եւ այդ բոլոր իզմերը սպառվել են։ Հիմա սա է աշխարհում այս գործընթացն է գնում եւ նաեւ շատ կարճ խոսենք, որն է կոնֆլիկտը Եվրոպական միության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմի միջև։ Ամերիկայի Միացյալ Նահանգները գնում է ավանդական արժեքներով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի հիման վրա է կառուցում իր քաղաքականությունը։ Իսկ ինչ է Եվրոպական միությունը։ Եվրոպական միությունը բաղկացած է 27 երկրներից եւ բնականաբար այդ միությունը կարող է գոյություն ունենալ գլոբալիստական գաղափարների վրա, մասնավորապես վերազգային լիբերալիզմի վրա, որովհետեւ այլապես, եթե ազգայնական եւ պահպանողական արժեքները վերադառնան Եվրոպա, ապա այդ 27 երկրները չեն կարող մեկ միասնություն ստեղծել, այսինքն Եվրոմիությունը պետք է փլուզվի։ Հիմա այս տենդենսը հասկանալով գանք Հայաստան։ Ինչ է Հայաստանում կատարվում։ Ըստ էության Հայաստանում եկել է մի իշխանություն, որը ժամանակի գնացքից ուշացել է, պատմության գնացքից դուրս է մնացել,
բայց այդ գաղափարներն է փորձում շարունակել, որն է իրական Հայաստանի գաղափարի իմաստը։ Իմաստը հետևյալն է, որ մենք մոռանում ենք մեր անցյալը, մոռանում ենք մեր պատմությունը, մենք մոռանում ենք մեր ավանդական արժեքները ազգային եւ կրոնական, դրա համար կա կոնֆլիկտ եկեղեցու եւ կառավարության միջեւ, մեր նպատակը որն է, մեր նպատակը լավ ապրելն է։ Այսինքն այն լիբերալիզմի գաղափարախոսությունն է, որը արդեն փլուզվում է հենց արևմտյան աշխարհում։ Եվ այստեղ նույնպես շատ կարևոր մի միտք կա, երբ որ այս գործող վարչապետը ասում է, որ որն է մեր աղքատության պատճառը այն է, որ աղքատությունը յուրաքանչյուր մարդու գլխին է, մինչև ինքը իր աղքատությունը իր գլխում հաղթահարի, չի կարող արժանապատիվ ձևով ապրել։ Դա նշանակում է, որ պետությունը բացարձակապես իր վրայից վերցնում է որևէ պարտավորություն, լիբերալիզմ է, ազատ շուկա է եւ յուրաքանչյուրը ձեր գլխի տերը եղեք։ Այն դեպքում, որ աշխարհում հակառակ process-ներն են արդեն տեղի ունենում։ Մենք ունենք մի իշխանություն, որը բոլոր ոլորտներում պարտություն է կրել եւ այսօր փորձում է արդարանալ եւ նաեւ հիմնավորել իր գոյությունը։ Ինչպես է հիմնավորում գործող իշխանությունը իր գոյությունը։ Նրանով, որ պետության նպատակն է ապահովել, որպեսզի մարդիկ լավ ապրեն։ Բնականաբար բոլորը ցանկանում են լավ ապրել եւ բոլոր երկրներում։ Սակայն ինչպես անել, որ լավ ապրենք, այդ հարցերի պատասխանը գործող իշխանությունը չունի եւ նույնիսկ անվտանգությունը ի վիճակի չի ապահովել, որևէ տնտեսական ծրագիր կամ որևէ մի նախագիծ իրականացնելու ունակ չէ, բայց այնուամենայնիվ կարողանում է ինչ-որ գաղափարախոսություն ստեղծել, թեկուզ ճակերտներում։ Հիմա հարցը հետևյալն է, երբ որ մյուս քաղաքական ուժերը խնդիր են դնում իշխանափոխության, հիմնավոր կերպով ցույց տալով այս իշխանության ազգակործան եւ վտանգավոր էությունը, չեն խոսում, թե իշխանափոխությունից հետո ինչ քաղաքականություն է իրականացվելու։ Մասնավորապես անվտանգության համակարգը ինչպես է կառուցվելու, արտաքին քաղաքականությունը ինչպիսին է լինելու, միջանձնային հարաբերությունները ինչպես են փոփոխելու եւ հանրության մեջ փոխվստահության մթնոլորտ ձևավորելու, ինչպես են կառուցելու կառավարություն, հասարակություն հարաբերությունները, որովհետև ցավոք սրտի վերջին 30 տարիների ընթացքում այդ հարաբերությունները խարխալված էին եւ նաեւ 2018 թվականի իրադարձությունները հենց դրա հետևանքն էին։ Խնդիրը հետևյալն է. ցանկացած քաղաքական ուժ, որը հայտ է ներկայացնում գալ իշխանության, այս հարցերի պատասխանը պետք է ձևակերպի եւ ներկայացնի հանրությանը, որտեղ իշխանափոխությունը դա ոչ թե նպատակ է, դա ընդհանրապես մեխանիզմ է ավելի մեծ ազգային նպատակի հասնելու համար։